Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Կողմերը ուշադրություն են դարձրել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացմանը։ Քննարկվել են Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև առկա երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցերը։ Այս համատեքստում կողմերը նշել են, որ տարածաշրջանային կայունությունը, անվտանգությունն ու կայուն զարգացումը հանդիսանում են ընդհանուր հետաքրքրություն։ Դուբայում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա դրոնային հարձակման հետևանքով բռնկված հրդեհն արդեն տեղայնացված է։ Դեպքը հաստատել է պետքարտուղարը։ Մարկո Ռուբիոյի խոսքով հարձակման ժամանակ հյուպատոսությունում ոչ ոք չի գտնվել, քանի որ անձնակազմը հասցրել է լքել շենքը։ Միաժամանակ Արաբական Միացյալ Էմիրություններում հայտարարում են, որ հարևանների հետ բացել են անվտանգ օդային միջանցքներ, որպեսզի քաղաքացիների իրենց երկրներ վերադարձին աջակցեն։ ԱՄՆ-ի ծովային ուժերը անհրաժեշտության դեպքում Հորմուզի նեղուցում կուղեկցեն առևտրային տանկերներին, գրում է Թրամփը սոցիալական ցանցում։ Նրա խոսքով նահանգների զարգացման ֆինանսավորման կորպորացիային հանձնարարել է ապահովել քաղաքական ռիսկերի ապահովագրությունը և Պարսից ծոցում բոլոր ծովային երթուղիների ֆինանսական անվտանգության երաշխիքները։ Նախագահը ընդգծելով նշել է, որ ինչ էլ տեղի ունենա, նահանգները կապահովեն աշխարհում էներգիայի ազատ հոսքը։ Հիշեցնենք, որ Հորմուզի նեղուցը Մերձավոր Արևելքի հեղուկ բնական գազի և նավթի փոխադրման հիմնական ուղղությունն է։ Իրանը նեղուցը փակել է փետրվարի 28-ին։ Իրանում ամեն ինչ ոչնչացված է, իսկ այս մասին Թրամփը հայտարարել է Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման ժամանակ։ Հարցին, թե ինչպես է ընդունել Իրանի վրա հարձակման որոշումը, Թրամփը նշել է, որ Իրանը ինքն էր պատրաստվում առաջին հարվածը, իսկ ինքը դա չէր ցանկանում։ ԱՄՆ-ի նախագահի խոսքով Իրանը հարվածել է այն երկրներին, որոնք ընդհանուր ոչինչ չունեն տեղի ունեցողի հետ։ Իր հերթին Ֆրիդրիխ Մերցը նշել է, որ Իրանի ռեժիմի ավարտի հարցի հետ կապված ԱՄՆ-ն և Գերմանիան նույն կարծիքին են։ Ֆրանսիայի նախագահը Մերձավոր Արևելքում պատերազմի սկսելու պատասխանատվությունը վերագրում է Իրանին։ Հեռուստատեսային ուղերձում Մակրոնն ասել է, որ միջերգրական ծով է ուղարկում Շարլ դը Գոլ ավիակիրը։ Նա նաև խոսել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում Ռաֆայելի օդային կործանիչների, օդային պաշտպանության համակարգերի և օդային ռադարների տեղակայման, ինչպես նաև Կիպրոս Լանգեդոկ ֆրեգատի և օդային պաշտպանության միջոցների ուղարկման մասին։ Մակրոնի խոսքով Ֆրանսիան վայր է գցել իրանական դրոններ, որոնցով հարձակումներ են իրականացվել Ֆրանսիայի դաշնակից արաբական երկրների վրա։ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի և Կատարի էմիրի հետ հեռախոսազրույցների ժամանակ Իրանի հարվածները քննարկել է Ուկրաինայի նախագահը։ Վոլոդիմիր Զելենսկին երկու երկրների նկատմամբ համերաշխություն է արտահայտել։ Նրա խոսքով Իրանի ռեժիմը պետք է պատասխան տա կյանքի ոչնչացման և մարդկանց սպանության փորձերի համար, և անհրաժեշտ է, որ այս դիմակայությունում հաղթեն նրանք, ովքեր պաշտպանում են կյանքը։ Ամերիկայում շարունակվում է Վրաստանի խորհրդարանական պատվիրակության այցը։ Նիկոլոս Սամխարաձեն հանդիպել է ԱՄՆ-ի պետվարչության Եվրոպայի և Եվրասիայի գործերով բյուրոյի ղեկավարին։ Նրա տեղեկությամբ զրույցը վերաբերել է երկկողմ շահ հանդիսացող տարբեր հարցերին։ Նահանգներում գտնվող վրացական պատվիրակությունը այսօր կմասնակցի Ինքնիշխան երկրների դաշինքի համաժողովին։ Կքննարկվեն միջազգային անվտանգության, ինքնիշխանության և տարածաշրջանային համագործակցության հարցերը։ Իսկ երեկ քննարկումներ են տեղի ունեցել ինչպես Կոնգրեսում, այնպես էլ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ։ Պատվիրակությունը հանդիպել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ սենատոր Սթիվ Դեյսոնի հետ։ Նրանց հայտարարությամբ սենատորի կողմից նահանգներում վրացիների այցը գնահատվել է դրական և արտահայտվել է պատրաստակամություն վերագործարկել երկու երկրների միջև հարաբերությունները։ Ընդգծվել է տնտեսական դիվանագիտությունը և տնտեսության զարգացումը, շեշտադրվել է նաև միջին միջանցքի դերը։ Բաքվում Հարավային գազի միջանցքի խորհրդատվական խորհրդի 12-րդ նախարարական նիստին մասնակցել է էկոնոմիկայի նախարարը։ Միջոցառումը բացվել է Իլհամ Ալիևի ելույթով։ Մարիամ Քվլիվիշվիլին իր ելույթում խոսել է անվտանգ և կայուն էներգետիկ ապագայի համար երկրների միջև համագործակցության կարևորության մասին։ Շեշտադրվել է մեր երկրի դերը էներգետիկ դիվերսիֆիկացման գործընթացում։ Բաքու այցի շրջանակներում նա նաև երկկողմ հանդիպումներ է անցկացրել Ադրբեջանի Հանրապետության
էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարների հետ։ 9 ընդդիմադիր կուսակցությունների կողմից ստեղծված նոր միավորման շուրջ քաղաքական գնահատականները չեն դադարում։ Դաշինքին չեն միանում Վրաստանի համար եւ Լելո կուսակցությունները։ Գախարիայի թիմում ասում են, որ 9 կուսակցությունները իրականում ներկայացնում են մեկին՝ ազգային շարժմանը եւ ապագա չեն տեսնում նրանց հետ միավորվելու մեջ։ Լելոյում բացառում են նրանց հետ միասին դիրքավորվելը։ Իշխող թիմում նորաստեղծ դաշինքը կոչում են նացերի մնացորդների միավորում։